Ցուցակների հրապարակման հետ կապված իհարկե պաշտոնական հրապարակման դիրքորոշումը պնդում են նույնը համառորեն չեն հրապարակել, բայց տվել են հնարավորություն ցուցակներին ծանոթանալու եւ շահմանդացու եւ քաղաքացիներ անելու։ Որքանով դա թեկուզ կես լուծում կարող եք համարել, թե Չէ, մենք դա լուծում չենք համարում։ Խոսքը նրա մասին չի, որ առանձին դեպքերում մենք կարողանանք ծանոթանալ այդ ցուցակների հետ, խոսքը նրա մասին է, որ այդ ցուցակները հրապարակվեն եւ դա ամբողջ հայությանը հնարավորություն ստեղծի ստուգել այդ ցուցակները, տեսնել իրենք քվեարկել են, չեն քվեարկել, ստորագրությունները կեղծ են, կեղծ չեն, պասպորտային տվյալները կեղծ են, կեղծ չեն, այդ գործընթացը արդեն լրիվ այլ գործընթաց կլինի եւ դա արդեն կապահովի իսկապես համազգային վերահսկողություն ընտրությունների օրինականության համար։ Պարոն Սուրաբյան, իշխանությունների կողմից նշվում է, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվում են վստահությունը ավելացնելու եւ համար եւ հաշվի առնել այն բոլոր վաստակները, մինչեւ հիմա որոնք հնչում էին։ Սուտ է։ Բացարձակ սուտ է։ Ներկայացված օրինագծում ոչ միայն որևէ առաջարկ չկա, որ կբարձրացնի վստահությունը ընտրությունների վերաբերյալ, ընդունված չեն ընդդիմության առանցքային պահանջները, ընդունված չէ ԵԱԿ ժմիգի առաջարկություններից որևէ մեկը եւ ավելին հանրային վերահսկողության մեխանիզմների առումով արձանագրված է յետընթաց։ Օրինակ տարբեր հիմարագույն դրույթներ, օրինակ ինչպիսին է դիտորդների, լրագրողների թիվը 8-ով սահմանափակելը եւ նմանատիպ այլ բաներ, ասենք նորից հանձնաժողովի նախագահներին լիազորություններ են տալիս դիտորդներին իրենց որոշմամբ հանելու տեղամասից։ Սրանք անընդունելի բաներ են եւ որևէ առաջընթաց չկա բացարձակ։ Այս ընթացքում կարող եք առաջարկնելով բոլորը կարող են դիտել քաղաքական ուժերը, հաշվի առնվում են, ինչ եք տեսնում առաջարկները հաշվի կառնվեն, ինչպես եք կարծում, որտեղ հնարավորություն են բոլորը իրենց առաջարկները ներկայացնել։ Ես չեմ ուզում կանխատեսում անել, բայց ես գիտեմ, որ կա ըստ էության լուրջ համախմբում եւ այդ գործընթացը շարունակվում է ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրությունն էլ իր համերաշխությունն է հայտնում մեր քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմադիր ուժերին ընտրական գործընթացը վստահելի դարձնելու հարցում։ Այնպես որ ես լավատեսորեն եմ տրամադրված։ Դա իհարկե երաշխիք չի, որ ամեն ինչ կլինի մեր բոլորիս ուզածով, բայց տեսնում եմ, որ այդտեղ կա գործընթացի լուրջ հնարավորություն, որտեղ մենք կարող ենք արդյունքներ գրանցել։